Ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր ամբողջ կյանքը մեկ մեծ սուտ է։ Պատկերացրեք, մահվան մահճում ձեր ամենահարազատ մարդը շշնջում է մի քանի բառ, որոնք փոշիացնում են ձեր ինքնությունը։ Մի գաղտնիք, որը թաղված է եղել տասնամյակներ շարունակ, հանկարծ դուրս է գալիս, բացահայտելով, որ ձեր ընտանիքի անդամներից մեկն իրականում այն չէ, ում դուք կարծում էիք։ Ոչ թե ուղղակի օտար, այլ փոխարինված։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք, թե ինչպես մեկ մահամերձ խոստովանությունը կարող է քարը քարին չթողնել մի ամբողջ գերդաստանից։ Դուք կտեսնեք, թե ինչպես է սերը վերածվում ատելության, իսկ վստահությունը դավաճանության։ Բայց ամենասարսափելին այն է, որ ամբողջ ճշմարտությունը թաքնված է մի փոքրիկ փայտե արկղի մեջ, որը ոչ ոք չպետք է բացեր։ Պատրաստ եք բացահայտել մի գաղտնիք, որն ավելի սարսափելի է, քան մահը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Անիի խոսքերը դիպուկ էին։ Դրանք ոչ թե քար էին, այլ սուր դանակ, որը խոցեց Արմենի տարիների լուռ տառապանքը։ Նա վերջապես բարձրացրեց հայացքը, այլևս չնայելով հատակին, այլ ուղիղ իր երկվորյակ եղբոր՝ Դավթի աչքերին։ Այդ հայացքի մեջ կար մի ամբողջ կյանքի հարց. Ինչու։ Ինչու էի ես միշտ օտարը։ Դավթի դեմքը քարացավ։ Նա հասկացավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Անիի համառությունը վարակիչ էր, և այն արթնացրել էր վտանգավոր հարցեր մեկի մոտ, ով պետք է հավերժ լռեր։ Սա քեզ չի վերաբերում, Արմեն, կտրուկ ասաց Դավիթը, փորձելով վերականգնել իր հեղինակությունը։ Սա ընտանեկան հարց է։ Արմենը դառը ծիծաղեց, մի ծիծաղ, որը լի էր ցավով։ Ընտանեկան, ես այս ընտանիքի անդամ չեմ։ Եթե Անիի գտածը կարող է բացատրել գոնե մի մասն ամենի, ինչ ես զգացել եմ այս պատերի ներսում, ապա այն ինձ ավելի շատ է վերաբերում, քան որևէ մեկին։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Լիլիթը սկսեց լաց լինել, դեմքը թաքցնելով ձեռքերի մեջ։ Նա հասկանում էր, որ այն պատնեշը, որը նրանք այդքան տարի կառուցել էին գաղտնիքի շուրջ, սկսել է փլուզվել։ Անին օգտվեց պահից, նա հասկացավ, որ այժմ ունի դաշնակից։ Ես կբացեմ այդ արկղը, հայտարարեց նա վճռականորեն։ Ուզում եք դուք դա, թե ոչ։ Նա շրջվեց և արագ քայլերով ուղղվեց դեպի իր սենյակը։ Դավիթը փորձեց գնալ նրա հետևից, բայց Արմենը կանգնեց նրա ճանապարհին։ Երկու եղբայրներ, որոնք արտաքնապես այդքան նման էին, բայց ներքուստ այդքան տարբեր, կանգնեցին դեմ դիմաց։ Թող նրան, ասաց Արմենը, և նրա հանգիստ ձայնի մեջ այնքան պողպատ կար, որ Դավիթը մի պահ կանգ առավ։ Մենք բոլորս հոգնել ենք այս ստից, ժամանակն է, որ այն ավարտվի։ Անին վերադարձավ, ձեռքին փայտե արկղը և մուրճը։ Նա դրեց արկղը սեղանի կենտրոնում բոլորի հայացքների ներքո։ Ժանգոտած կողպեքը կարծես ծաղրում էր նրանց իր անխոսությամբ։ «Անի, մի արա», աղաչեց Լիլիթը, բայց Անին այլևս ոչ ոքի չէր լսում։ Նա բարձրացրեց մուրճը։ Առաջին հարվածը խուլ արձագանքեց լռության մեջ, երկրորդը ավելի ուժեղ։ Փոքրիկ կողպեքը տեղի չէր տալիս։ Դա պարզապես մետաղ չէր, դա անցյալի դիմադրությունն էր։ Դավիթը նայում էր այդ տեսարանին, դեմքին սարսափի և անզորության խառնուրդ։ Նա հասկանում էր, որ կորցնում է ոչ միայն վերահսկողությունը, այլև իր եղբորը, իր ընտանիքը։ Նրա մտքում միայն մեկ միտք էր պտտվում. նա չպետք է իմանա, ոչ նա, բայց ում մասին էր նա մտածում, Անիի, թե Արմենի։ Անին հավաքեց իր բոլոր ուժերը և հասցրեց երրորդ վճռական հարվածը։ Ճռոցով հին կողպեքը կոտրվեց և ընկավ սեղանին։ Մի պահ բոլորը շունչները պահեցին։ Արկղն այլևս փակ չէր։ Ճշմարտությունը, ինչպիսին էլ այն լիներ, գտնվում էր փայտե կափարիչի տակ, սպասելով իր ժամին։ Անին դողացող ձեռքերով դանդաղ բարձրացրեց կափարիչը։ Ներսում, դեղնած բամբակի վրա, ընկած էին ոչ թե փաստաթղթեր կամ նամակներ, այլ երկու իրեր՝ նորածնի փոքրիկ, արծաթե թալիսման և մի փունջ չորացած մանուշակներ, կապված սև ժապավենով։ Եվ դրանց տակ դրված էր մեկ ծալված լուսանկար։ Խուկ։ Անին դողալով վերցրեց լուսանկարը։ Նա շրջեց այն։ Լուսանկարում իր տատիկը երիտասարդ և գեղեցիկ Սոֆին էր, որը գրկել էր երկու նորածնի։ Բայց դա չէր, որ ստիպեց Անիի սրտին սառչել։ Դա լուսանկարի հակառակ կողմում արված մակագրությունն էր. Դավիթ և Լևոն, իմ երկու որդիները։ Ո՞վ էր Լևոնը և որտեղ էր Արմենը։ Լևոն, այդ անունը օդում կախված մնաց ավելի ծանր, քան տան 50 տարվա փոշին։ Մի քանի վայրկյան ոչ ոք չէր շարժվում։ Կարծես լուսանկարի վրայի մակագրությունը կախարդել էր բոլորին։ Յուրաքանչյուրի մտքում պտտվում էր նույն հարցը, բայց միայն Անին համարձակվեց այն բարձրաձայնել։ Ո՞վ է Լևոնը, հայրիկ։ Նրա ձայնը դողում էր, բայց պահանջկոտ էր։ Լռությունը կոտրեց Դավիթը։
Նա գազանի պես նետվեց առաջ, փորձելով խլել լուսանկարը դստեր ձեռքից։ «Տուր ինձ դա, դու չես հասկանում, թե ինչի մեջ ես խառնվում»։ Բայց Անին բնազդաբար ձեռքը հետ քաշեց։ Նա պաշտպանում էր ոչ թե թղթի կտորը, այլ ճշմարտությունը։ «Ոչ», պատասխանեց նա ամուր, մինչև չբացատրեք, թե ինչ է սա նշանակում։ Այդ պահին նրանց միջև կանգնեց Արմենը։ Նա ոչինչ չասաց, պարզապես ձեռքը մեկնեց դեպի լուսանկարը։ Նրա դեմքն անարտահայտի չէր, բայց աչքերում ոչ թե զայրույթ էր, այլ մի անծայրացիր սառցե դատարկություն։ Նա կարծես արդեն գիտեր պատասխանը, պարզապես սպասում էր հաստատմանը։ Անին տատանվեց, հետո լուսանկարը դրեց հորեղբոր ափի մեջ։ Արմենը նայեց լուսանկարին։ Նա տեսավ իր մոր երիտասարդ երջանիկ դեմքը։ Տեսավ երկու նորածնի, որոնք այնքան նման էին իրար։ Եվ կարդաց այն անունները, որոնցից մեկը նրանը չէր՝ Դավիթ և Լևոն։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Նա շրջվեց և նայեց Դավթին, և այդ հայացքը ավելի սարսափելի էր, քան ցանկացած մեղադրանք։ Այնտեղ կար մի ամբողջ կյանքի անհասկանալի ցավ, օտարության զգացում, որն այժմ վերջապես անուն էր ստացել։ Լիլիթը չդիմացավ։ Նա բարձրաձայն հեկեկաց, փլվելով բազկաթողի մեջ։ Ես ասում էի, որ մի օր այս ամենը դուրս կգա։ Աստված իմ, Սոֆի, ինչ արեցիր մեզ հետ։ Նրա խոսքերը դարձան վերջնական դատավճիռ։ Դավիթը հասկացավ, որ ժխտելն այնևս անիմաստ է։ Նրա դեմքը խեղաթյուրվեց զայրույթից և հուսահատությունից։ «Դուք ոչինչ չեք հասկանում», գոռաց նա։ «Նա արեց դա մեզ փրկելու համար, բոլորիս փրկելու համար»։ «Ում փրկելու համար», խուլ ձայնով հարցրեց Արմենը, հայացքը չկտրելով լուսանկարից։ «Ինձնից։ Ո՞վ եմ ես, Դավիթ»։ Այս հարցը, որը հնչեց սենյակի կենտրոնում, կարծես ճեղքեց տան հիմքերը։ Ընտանիքը, որը միշտ թվում էր ամուր, այդ պահին բաժանվեց երկու մասի՝ անցյալի և ներկայի։ Անին հասկացավ խնդրի իրական մասշտաբը։ Սա այլևս ընտանեկան գաղտնիք չէր, սա հանցագործություն էր, թաքցված սիրո և հոգատարության քողի տակ։ Սա մի ամբողջ կյանքի գողություն էր։ Նրա հայրը ոչ թե պարզապես թաքցնում էր անցյալի մի տհաճ դրվագ, այլ պաշտպանում էր մի սուտ, որը թունավորել էր բոլորին։ Նա նայեց հորը, փորձելով նրա աչքերում գտնել գոնե մի քաթիլ զղջում, բայց տեսավ միայն սառը վճռականություն։ Դավիթը պատրաստ էր գնալ մինչև վերջ, պահպանելու իր աշխարհի ստատուս քվոն։ «Այս խոսակցությունն ավարտված է», հայտարարեց նա, փորձելով վերականգնել վերահսկողությունը։ «Այս լուսանկարը կչնչացվի, և ոչ ոք այլևս չի բարձրացնի այս թեման, հատկապես դու, Արմեն։ Դու իմ եղբայրն ես, դա միակ բանն է, որ կարևոր է»։ Բայց նրա խոսքերն այլևս ուժ չունեին։ Արմենը դանդաղ գլուխը բարձրացրեց։ «Եղբայր», կրկնեց նա, և այդ բառը նրա շուրթերին հնչեց օտար ու դառը։ «Ես նույնիսկ չգիտեմ, թե ով եմ ես»։ Նա շրջվեց և դանդաղ քայլերով դուրս եկավ սենյակից, իր հետ տանելով լուսանկարը և մի ամբողջ կյանքի փլուզված պատրանքները։ Խուկ։ Անին մնաց հոր և լացող մոր հետ։ Նա գիտեր, որ ծնողներից պատասխաններ չի ստանա։ Նրա հայացքը նորից ընկավ բաց արկղի վրա։ Նա ձեռքը մտցրեց ներս և հանեց արծաթե թալիսմանը։ Այն սառն էր և ծանր։ Շրջելով այն, նա տեսավ հակառակ կողմում փորագրված մի փոքրիկ, հազիվ նշմարելի նշան, թևատարած արծիվ։ Հանկարծ նրա հիշողության մեջ արթնացավ մի մոռացված պատառիկ։ Տատիկը մի անգամ պատմել էր իրենց հին գյուղի մասին, որտեղ ապրում էր մի արծաթագործ վարպետ, միակը, ով իր աշխատանքների վրա դնում էր այդ նշանը։ Մի մարդ, ով պետք է հիշեր 55 տարի առաջ պատվիրված երկու նույնանման թալիսմանները։ Արծվի պատկերը կարծես կենդանացավ Անիի ձեռքի մեջ։ Այն այլևս պարզապես զարդանախշ չէր, այլ բանալի, կողբված անցյալի դուռը բացելու համար։ Նրա շուրջը օդը խթացել էր հոր զայրույթից և մոր հեկեկոցներից, բայց Անիի մտքում հնչում էր միայն տատիկի հանգիստ ձայնը, որը տարիներ առաջ պատմում էր իրենց հեռավոր լեռնային գյուղի Նորաշենի մասին, և մի ծեր Վարդանի մասին, ում աշխատանքները կարելի էր ճանաչել հենց այդ նշանով։ Այդ պահին նրա մեջ ծնվեց մի վճռականություն, որն ավելի ուժեղ էր, քան վախը և կասկածները։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա պետք է գնար այնտեղ, որտեղ սկիզբ էր առել այս սուտը։ «Ես գնում եմ Նորաշեն», հայտարարեց նա հանգիստ, բայց պողպատե տոնով։ Դավթի դեմքը մթագնեց։ «Դու ոչ մի տեղ չես գնա», շառաչեց նա։ «Այս խելագարությունը կավարտվի հենց հիմա։ Դու կմնաս այստեղ, և մենք կմոռանանք այս ամենը, կարծես երբեք չի եղել»։ Նա փորձեց խլել թալիսմանը, բայց Անին ամուր սեղմեց այն բռի մեջ։ «Այլևս ոչ, հայրիկ», ասաց նա, նայելով հոր աչքերի մեջ առանց վախի։ «Դուք կարող եք շարունակել ապրել ձեր ստի մեջ, բայց ես ոչ։ Եվ ամենակարևորը, Արմեն հորեղբայրն այլևս չի ապրի։ Նա արժանի է իմանալու ճշմարտությունը»։ Խնդիրը խորանում էր ամեն վայրկյան։
Սա այլևս պարզապես գաղտնիքի բացահայտում չէր, սա բացահայտ պատերազմ էր սեփական ծնողների դեմ։ Լիլիթը, տեսնելով դստեր անդրդվելիությունը, փոխեց մարտավարությունը։ Նա մոտեցավ, արցունքները հոսում էին այտերով։ «Աղջիկս, իմ հրեշտակ», սկսեց նա աղաչող ձայնով, «խնդրում եմ քեզ, մի արա սա։ Դու չես հասկանում, թե ինչ ես քանդում, սա միայն մեզ չի վերաբերում։ Ինչ կլինեն մարդիկ, ինչ կլինի մեր ընտանիքի անվան հետ, քո տատիկն իր գերեզմանում շուռ կգա»։ Սա հզոր զենք էր, մայրական սերն ու մեղքի զգացումը, բայց Անիի համար այն միայն հաստատում էր, թե որքան խորն են արմատացած վախն ու կեղծիքը։ «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասեն մարդիկ, մամ», պատասխանեց նա ավելի մեղմ, բայց նույնքան վճռական։ «Ինձ հետաքրքրում է այն մարդը, ով հիմա միայնակ տառապում է ինչ-որտեղ, չիմանալով, թե ինքնով է»։ Նա շրջանցեց ծնողներին, վերցրեց իր բանալիներն ու պայուսակը և շարժվեց դեպի ելքը։ Դավիթը փորձեց կանգնել նրա ճանապարհին, բայց Անիի հայացքի մեջ տեսավ մի բան, որը ստիպեց նրան կանգ առնել։ Դա այլևս իր հնազանդ դստեր հայացքը չէր, դա մի կնոջ հայացք էր, ով գտել էր իր ճանապարհը և պատրաստ չէր այնտեղից շեղվելու։ Ճանապարհը դեպի Նորաշեն երկար էր ու ձանձրալի։ Մեքենայի ապակիներին զարկվող անձրևի կաթիլները կարծես կրկնում էին Անիի սրտի անհանգիստ զարկերը։ Նա միայնակ էր իր մտքերի հետ։ Իսկ եթե նա սխալվում է, իսկ եթե այս ամենը պարզապես ողբերգական զուգադիպություն է, ինչ կանի, եթե հասնի գյուղ և պարզվի, որ ծեր վարպետը վաղուց մահացել է, իր հետ տանելով բոլոր գաղտնիքները։ Ամեն կիլոմետրի հետ վճռականությունը խառնվում էր աճող տագնապին։ 2 ժամ անց նա վերջապես հասավ։ Նորաշենը կարծես սառել էր ժամանակի մեջ։ Քարե տներ, նեղ փողոցներ և մի տեսակ թախծոտ լռություն։ Նա կանգնեցրեց մեքենան գյուղի կենտրոնում և դուրս եկավ։ Մի քանի անցորդներից հարցնելով Վարդան Ոսկերչի տունը, նա ստացավ զարմացած հայացքներ և անորոշ պատասխաններ։ Վերջապես մի պառավ կին մատնացույց արեց մի փակուղի։ «Այնտեղ է նրա արհեստանոցը», ասաց կինը, «բայց արդեն քանի տարի է, ինչ այնտեղ ոչ ոք ոտք չի դրել»։ Անիի սիրտը սեղմվեց, բայց նա շարունակեց քայլել։ Նա գտավ արհեստանոցը։ Դա փոքրիկ, քարե շինություն էր փոշոտ պատուհաններով և կիսապտած փայտե դռնով։ Վրայի ցուցանակը հազիվ էր ընթերցվում՝ «Վարդպետ Վարդան»։ Նրա միակ հույսը, նրա միակ թելը կարծես կտրվել էր։ Նա հուսահատված կանգնած էր փակ դռան առաջ, չիմանալով ինչ անել։ Խուկ։ Հենց այն պահին, երբ նա պատրաստվում էր հանձնվել և հետ դառնալ, հարևան տան պատուհանի վարագույրը մի փոքր շարժվեց։ Անին նկատեց մի զույգ հետաքրքրասեր աչքեր, որոնք ուշադիր հետևում էին իրեն։ Հենց որ նրանց հայացքները հանդիպեցին, վարագույրն արագ փակվեց։ Բայց Անին հասցրեց տեսնել մի բան։ Պատուհանագոգին դրված էր փոքրիկ, արծաթե արծվի արձանիկ, ճիշտ այնպիսին, ինչպիսին փորագրված էր թալիսմանի վրա։ Այդ արծաթե արձանիկը պատուհանագոգին ավելին էր, քան պարզ զուգադիպություն։ Դա նշան էր, ուղեցույց մթության մեջ։ Անիի հոգնածությունը մի պահում անհետացավ, իր տեղը զիջելով որսորդի լարված ուշադրությանը։ Նա այլևս չէր տատանվում։ Առանց մեկ վայրկյան կորցնելու նա վճռական քայլերով մոտեցավ հարևան տան դռանը և թակեց։ Դռան փայտը հին էր ու խուլ ձայն հանեց։ Ներսից քայլերի ձայն լսվեց, հետո կողպեկի երկար, տանջալից ճռռոց։ Դուռը մի փոքր բացվեց, և ճեղքից երևաց մի կնոջ դեմք։ Նա մոտ 70 տարեկան կլիներ, դեմքը կնճիռներով ծածկված, իսկ աչքերը խելացի և մի փոքր զգուշավոր։ Նա այն կինն էր, ում Անին տեսել էր պատուհանից։ «Այո», ասաց կինը, նրա ձայնը հանգիստ էր, բայց ոչ այնքան հյուրընկալ։ «Ինչով կարող եմ օգնել»։ Անին բռի մեջ սեղմած պահում էր թալիսմանը։ Նա խորը շունչ քաշեց։ «Ներողություն անհանգստացնելու համար։ Ես փնտրում եմ Վարդան վարպետին կամ նրա հարազատներին։ Ինձ ասացին, որ սա նրա արհեստանոցն է»։ Կնոջ հայացքը սառեց։ Նա նայեց Անիին գլխից մինչև ոտք, կարծես փորձում էր կարդալ նրա մտքերը։ «Վարդանը վաղուց մահացել է», պատասխանեց նա կարճ, «իսկ նրա միակ որդին քաղաքում է ապրում, այստեղ ոչ ոք չկա»։ Նա սկսեց փակել դուռը, բայց Անին արագ ձեռքը դրեց դռան եզրին։ «Խնդրում եմ, սպասեք», նրա ձայնի մեջ հուսահատություն կար։ «Սա շատ կարևոր է, խոսքը 55 տարի առաջվա պատմության մասին է, 2 նորածնի մասին է»։ Այդ բառերը լսելով, կնոջ դեմքը փոխվեց։ Զգուշավորությունը փոխարինվեց մի տեսակ ճանաչողական վախով։ Նա նայեց Անիի ձեռքին, որը դեռ փակում էր դուռը, հետո նրա դեմքին։ «Ո՞վ ես դու», հարցրեց նա շշուկով։ Անին բացեց բուռը և ցույց տվեց թալիսմանը։ «Ես Սոֆիի թոռնուհին եմ»։
Կնոջ շունչը կտրվեց, նա մի քայլ հետ արեց, կարծես ուրվական տեսած լիներ։ Սոֆի, կրկնեց նա, եւ այդ անվան մեջ կար մի ամբողջ պատմություն, ցավ, կարոտ եւ գուցե նաեւ մեղադրանք։ Նա լայն բացեց դուռը։ Ներս արի երեխաս, ասաց նա փոխված ձայնով։ Արագ, մինչև մեզ ոչ ոք չի տեսել։ Անին մտավ ներս։ Տունը մաքուր էր, բայց օդը ծանր էր հուշերից։ Կինը նրան տարավ դեպի խոհանոց եւ նստեցրեց սեղանի մոտ։ Նրա անունը Սիրանուշ էր, եւ նա Վարդան վարպետի հարևանուհին էր եղել իր ամբողջ կյանքում։ Ես գիտեի, որ մի օր ինչ-որ մեկը կգա, սկսեց Սիրանուշը սուրճ պատրաստելով։ Ես միշտ գիտեի, Սոֆին չէր կարող այդ գաղտնիքը իր հետ տանել գերեզման։ Անիի սիրտը բաբախում էր, նա վերջապես գտել էր մեկին, ով գիտեր ճշմարտությունը։ Խնդրում եմ, պատմեք ինձ, աղաչեց նա, ինչ է տեղի ունեցել այն օրը։ Սիրանուշը նստեց նրա դիմաց։ Նրա աչքերը նայում էին հեռուն, դեպի անցյալ։ Ես այն ժամանակ երիտասարդ աղջիկ էի, սկսեց նա, բայց ամեն ինչ հիշում եմ, կարծես երեկ էր։ Քո տատիկը, Սոֆին, եւ նրա հարևանուհին Լիանան, երկուսն էլ հղի էին։ Նրանք շատ մտերիմ էին, քույրերի պես։ Երկուսն էլ տղաների էին սպասում։ Ծննդաբերեցին նույն շաբաթվա մեջ, այստեղ, գյուղի հիվանդանոցում։ Նա մի պահ լռեց, հավաքելով մտքերը։ Սոֆիի տղան Դավիթը, առողջ, ուժեղ երեխա էր։ Իսկ Լիանայի տղան Լևոնը, նա շատ թույլ էր։ Բժիշկներն ասում էին, որ նա երկար չի ապրի, սրտի հետ խնդիր ուներ։ Անին ցնցված լսում էր։ Տատիկի մահամերձ խոսքերը, Լիանային, ջուր է պետք, նա լացում է, հանկարծ ստացան սարսափելի իմաստ։ Լիանան հուսահատության մեջ էր, շարունակեց Սիրանուշը։ Նա չէր կարողանում համակերպվել, որ իր երեխան մահանալու է։ Իսկ հետո տեղի ունեցավ ողբերգությունը։ Մի գիշեր հիվանդանոցում հրդեհ բռնկվեց։ Ոչ մեծ, բայց խուճապ առաջացավ։ Այդ խառնաշփոթի մեջ Սիրանուշը կանգ առավ, նրա ձայնը դողաց։ Այդ խառնաշփոթի մեջ Սոֆին որոշում կայացրեց։ Մի որոշում, որը փոխեց բոլորի ճակատագրերը։ Նա փոխեց երեխաներին։ Անին զգաց, թե ինչպես է հատակը սահում ոտքերի տակից։ Իրականության զգացումը կորավ։ Նրա տատիկը, սիրելի, բարի տատիկը։ Նա առողջ երեխային տվեց իր ընկերուհուն, շշնջաց Սիրանուշը, եւ իր մոտ վերցրեց մահամերձ երեխային, նրան տալով իր ամուսնու անունը՝ Արմեն։ Նա հույս ուներ, որ Լիանան կտանի իր որդուն քաղաք, կբուժի նրան, իսկ ինքը պատրաստ էր սգալու օտար երեխայի մահը։ Բայց տեղի ունեցավ անսպասելին։ Թույլ երեխան ապրեց։ Եվ Սոֆին ստիպված եղավ իր ամբողջ կյանքում մեծացնել ուրիշի երեխային, որպես իրենը, կողքին ունենալով իր իսկական որդուն, որը մեծանում էր որպես իր եղբայր։ Խուկ։ Անին քարացել էր։ Ամեն ինչ շուռ եկավ։ Նրա հայրը, Դավիթը, Լիանայի որդին էր, իսկ նրա հորեղբայրը, Արմենը, իրականում Լևոնն էր, տատիկի իսկական որդին, բայց դա դեռ ամենասարսափելին չէր։ Իսկ ինչ եղավ Լիանայի հետ, հազիվ լսելի ձայնով հարցրեց Անին։ Սիրանուշը ծանր հոգոց հանեց։ Հրդեհից մի քանի օր անց նա անհետացավ։ Ոչ ոք այլևս նրան չտեսավ, բայց գնալուց առաջ նա մի նամակ թողեց Վարդան վարպետի մոտ։ Նամակ ուղղված Սոֆիին։ Վարդանը երբեք այն չտվեց քո տատիկին։ Նա ասում էր, որ որոշ ճշմարտություններ պետք է մնան թաղված։ Այդ նամակը, այն դեռ պետք է այստեղ լինի, արհեստանոցում։ Նամակ։ Այդ բառը հնչեց որպես փրկողակ խորտակվող նավի վրա։ Անիի համար այն վերջին հույսն էր հասկանալու ոչ թե ինչ է տեղի ունեցել, այլ ինչու։ Սիրանուշը նրան տվեց ժանգոտած բանալիների մի կապոց։ Վարդանը դրանք ինձ էր տվել իր մահից առաջ, ասաց նա, ասելով, որ եթե մի օր Սոֆիի ընտանիքից ինչ-որ մեկը գա ճշմարտության հետևից, տամ նրան։ Անին վրձրեց բանալիները։ Դրանք սառն էին ու ծանր, կարծես 55 տարվա լռությունն իրենց վրա կրեին։ Նրանք միասին դուրս եկան եւ մոտեցան արհեստանոցի հին դռանը։ Երրորդ փորձից բանալին վերջապես պտտվեց կողբեքի մեջ։ Դուռը ճռալալող բացվեց, ներս թողնելով օրվա խամրած լույսը եւ ազատ արձակելով փոշու, չորացած փայտի եւ մոռացված մետաղի հոտը։ Արհեստանոցը կարծես սառել էր ժամանակի մեջ։ Ամեն ինչ իր տեղում էր, գործիքները, անավարտ զարդերը, կարծես վարպետը պարզապես մի պահ դուրս էր եկել։ Սիրանուշը մատնացույց արեց սենյակի խորքում գտնվող փոքրիկ փայտե պահարանը։ Նա այնտեղ էր պահում իր կարևոր թղթերը։ Անիի սիրտը կատաղի բաբախում էր, նա մոտեցավ պահարանին, այն փակ չէր։ Դողացող ձեռքերով նա բացեց դուռը։ Ներսում հին հաշիվների եւ էսկիզների տակ նա գտավ այն։
դեղնած, փխրուն ծրար, որի վրա գեղեցիկ, բայց շտապողական ձեռագրով գրված էր մեկ անուն՝ Սոֆի։ Նա զգուշորեն հանեց նամակը ծրարից։ Թուղթը այնքան բարակ էր, որ կարծես լույսի տակ կանհետանար։ Նա սկսեց կարծալ Լիանայի տողերը, և յուրաքանչյուր բառի հետ աշխարհը նրա շուրջը սկսեց փլուզվել, բայց ոչ այնպես, ինչպես նա սպասում էր։ «Իմ սիրելի Սոֆի», սկսվում էր նամակը, «եթե դու կարդում ես այս տողերը, ուրեմն ես այլևս այստեղ չեմ։ Գիտեմ դու ատում ես ինձ, և դու իրավացի ես, բայց ես չէի կարող։ Երբ բժիշկն ասաց, որ իմ տղան, իմ Լևոնը, մահանալու է, իմ աշխարհը փլվեց։ Ես նայում էի քո որդուն, Դավթին, առողջ կյանքով լի, և իմ մեջ ծնվեց մի սարսափելի, մեղսավոր միտք։ Հրդեհի գիշերը, երբ բոլորը խուճապի մեջ էին, ես արեցի դա։ Ես փոխեցի մեր երեխաներին։ Ես վերցրի քո առողջ որդուն և իմ մահամերձ երեխային դրեցի նրա տեղը։ Անին կանգ առավ։ Նրա ուղեղը հրաժարվում էր ընկալել կարդացածը։ Սիրանուշի պատմությունը, այն սխալ էր, ամեն ինչ հակառակն էր եղել։ Նա ստիպեց իրեն շարունակել կարդալ։ Ես գիտեի, որ դու երբեք չես թողնի մահացող երեխային։ Քո սիրտը չափազանց բարի է։ Դու կխնամեիր նրան, կսիրեիր նրան, կարծես քոնը լիներ։ Իսկ ես կփրկեի իմ երեխային։ Ես գիտեմ, որ դու կմտածես, թե ես փախել եմ քո որդու հետ, բայց դա այդպես չէ, սիրելիս։ Ես նրան տվեցի մեկին, ով կարող էր նրան ավելի լավ կյանք տալ, քան ես։ Քո որդին Դավիթը ապրում է քաղաքում, հարուստ ընտանիքում, որոնք չէին կարող երեխա ունենալ։ Նրանք նրան որդեգրել են, նա ապահով է և երջանիկ։ Անին այլևս չէր կարողանում կանգնել, նա հենվեց պատին։ Եթե Դավիթը որդեգրվել է, ապա ով է իր հայրը։ Ով է այն մարդը, ում նա ամբողջ կյանքում հայր է կոչել։ Նրա հայացքը սահեց նամակի վերջին տողերով, և այնտեղ էր վերջնական սպանող հարվածը։ Իսկ ինչ վերագերում է իմ մահամերձ որդուն, ում ես թողեցի քեզ, իմ սիրելի Սոֆի, ես քեզանից միայն մի բան եմ խնդրում. երբ նա մահանա, թաղիր նրան իմ կողքին։ Գիտեմ դու կհարցնես, որտեղ։ Ես նրան տվել եմ իմ ամուսնու անունը, քո ամուսնու, Գևորգի, որովհետև նա ոչ միայն իմ, այլև նրա որդին էր։ Քո ամուսինը սիրում էր ինձ, Սոֆի, և այդ երեխան մեր սիրո պտուղն էր։ Անիի ձեռքից նամակն ընկավ, օդը չէր հերիքում, աշխարհը սևացավ։ Նրա հայրը, Դավիթը, ոչ թե իր պապի, այլ Լիանայի և մի անհայտ մարդու որդին էր, որին տատիկը մեծացրել էր որպես իրենը։ Իսկ Արմենը, ում բոլորը համարում էին օտար, ում տատիկը պահել էր մեղքի զգացումից դրդված, նա իր պապի և նրա սիրոհու Լիանայի որդին էր։ Նա իր հորեղբայրը չէր, նա իր հոր արյունակից եղբայրն էր, բայց մեկ այլ մորից։ Եվ նրա տատիկը, Սուրբ Սոֆին, իր ամբողջ կյանքում ոչ թե ուրիշի, այլ իր ամուսնու դավաճանության կենդանի հուշարձանն էր մեծացրել իր տանը, իր իսկական որդու կողքին։ Խուկ, Անին ուշքի եկավ Սիրանուշի ձայնից. «Երեխաս, լավ ես»։ Բայց Անին նրան չէր լսում։ Նրա մտքում միայն մեկ բան էր պտտվում՝ տատիկի մահամերձ խոսքերը, որոնք նա ասել էր նայելով իրեն. «Նա քոնը չէ, նա իմն է, որդիս, բայց ես նրան տվեցի»։ Նա դա ասում էր ոչ թե իր հոր Դավիթի, այլ Արմենի մասին։ Նա չէր զառանցում, նա խոստովանում էր, բայց ոչ թե Անիին։ Այդ վերջին պահին, մահվան մահճում, նա շփոթել էր Անիին իր երիտասարդության հետ և խոսում էր իր ամուսնու Գևորգի ուրվականի հետ, վերջապես խոստովանելով, որ իմացել է նրա դավաճանության մասին և այնուամենայնիվ փրկել է նրա որդուն։ Այդ գիտակցումը ավելի սարսափելի էր, քան ամենամութ մղձավանջը։ Թե ինչպես է իր ամբողջ աշխարհը, իր ամբողջ անցյալը, իր ընտանիքի հիմքերը փոշիանում և անհետանում։ Նրա տատիկը ոչ թե սուրբ էր, այլ իր ամուսնու դավաճանությունը թաքցնող տանջված կին։ Նրա հայրը Դավիթը, ում նա սիրում էր և ումից վախենում էր, իրականում օտար մարդ էր, մեծացած ստի մեջ։ Իսկ Արմենը, մելանխոլիկ, հավերժ օտարված Արմենը, ոչ թե նրա հորեղբայրն էր, այլ նրա պապի արյունակից որդին, իր հոր խորթ եղբայրը։ Ամեն ինչ շուռ եկավ։ Տատիկի սառնությունը Արմենի հանդեպ այլևս տարօրինակ չէր թվում, դա ամենօրյա հիշեցումն էր ամուսնու դավաճանության մասին։ Դավթի գաղտնիքը պահելու մոլուցքը այլևս պարզապես հեղինակության հարց չէր, դա իր ինքնությունը, իր տեղն այդ ընտանիքում պահպանելու հուսահատ փորձ էր։ Նա պաշտպանում էր ոչ թե ընտանիքի պատիվը, այլ իր գոյության ինավունքը։
Անին վերջապես հասկացավ իր մոր Լիլիթի հավերժական տագնապի պատճառը։ Նա ապրում էր ժամանակի ռումբի վրա, իմանալով, որ իր ամուսինը այն չէ, ինչ ներկայանում է, եւ վախենալով այն օրվանից, երբ ամեն ինչ կբացահայտվի։ Անին վերադարձավ տուն, ճանապարհին չզգալով ոչինչ, բացի սառը դատարկությունից։ Նա մեխանիկորեն վարում էր մեքենան, բայց նրա միտքը մռիկի մեջ էր։ Նա այլևս չգիտեր, թե ով է ինքը։ Եթե իր հայրն իր պապի որդին չէ, ապա ով է ինքը։ Ում արյունն է հոսում իր երակներում։ Երբ նա մտավ տուն, հյուրասենյակում նստած էին բոլորը, կարծես սպասելով դատավճռի՝ Դավիթը, Լիլիթը եւ Արմենը։ Արմենի ձեռքին դեռ այն առաջին լուսանկարն էր՝ Դավիթ եւ Լևոն մակագրությամբ։ Անին կանգնեց նրանց առջև։ Նրա դեմքն այնքան գունատ էր, որ կարծես մարմարից քանդակված լիներ։ Նա ձեռքի լիանայի նամակը դրեց սեղանին։ «Կարդացեք», ասաց նա, եւ նրա ձայնը խուլ էր ու անկյանք։ «Կարդացեք եւ իմացեք, թե ինչ ստի վրա է կառուցված մեր ընտանիքը»։ Դավիթը առաջինը վերցրեց նամակը։ Նա սկսեց կարդալ եւ Անին տեսավ, թե ինչպես է նրա դեմքի ինքնավստահ դիմակը ճաքճքում, հետո փշրվում։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ, աչքերը լայնացան անհավատությունից։ Նա իրականում իրենցը չէր, նա ոչ թե փոխված, այլ օտար երեխա էր, ում Սոֆին ընդունել էր փրկելու համար իր իսկական որդուն Դավթին, ով այդ պահին մեծանում էր ուրիշի տանը։ Երբ Դավիթն ավարտեց կարդալը, նա նայեց Արմենին։ Այդ հայացքի մեջ այլևս գերակայություն չկար։ Այնտեղ կար շփոթություն, վախ եւ գուցե նաեւ նախանձ։ Արմենը, ում նա միշտ համարել էր թույլ, օտար, իրականում այս տան, այս արյան միակ օրինական ժառանգն էր՝ պապի որդին։ Արմենը վերցրեց նամակը եւ կարդաց։ Նրա ռեակցիան այլ էր։ Նրա դեմքին ոչ թե շոկ էր, այլ մի տեսակ դառը հասկացողություն։ Կարծես հանելուկի վերջին կտորը դրվեց իր տեղը։ Նրա օտարվածությունը, մոր սառնությունը, հոր հետ անտեսանելի պատը ամեն ինչ բացատրություն ստացավ։ Նա ոչ թե պարզապես օտար էր զգում, նա իրոք օտար էր, դավաճանության կենդանի խորհրդանիշ։ Այդ պահին նոր դաշինք կնքվեց։ Անին եւ Արմենը, երկուսն էլ խաբված, երկուսն էլ իրենց ինքնությունը կորցրած, նայեցին իրար, եւ նրանց միջև ծնվեց մի անխոս հասկացողություն։ Նրանք այլևս հորեղբայր եւ զարմուհի չէին։ Նրանք ճշտմարտության որոնման դաշնակիցներ էին։ Իսկ Դավիթը նա հանկարծ մենակ մնաց։ Նրա թշնամին այլևս Անիի հետաքրքրասիրությունը չէր, այլ հենց իրականությունը։ Նա կորցրել էր իր անցյալը, իր ծագումը, իր տեղը այս աշխարհում։ Անիի համար ամեն ինչ փոխվեց։ Նրա գործողությունների պլանն այլևս պարզապես ճշմարտությունը բացահայտելը չէր։ Այժմ նա ուներ երկու նոր նպատակ։ Առաջինը՝ գտնել իր իսկական հորեղբորը, իսկական Դավթին, ով 55 տարի առաջ որդեգրվել էր անհայտ ընտանիքի կողմից։ Եվ երկրորդը, որն ավելի բարդ էր, օգնել Արմենին եւ իր հորը, Դավթին, հասկանալ, թե ովքեր են նրանք այժմ, եւ արդյոք նրանք կարող են շարունակել լինել եղբայրներ, երբ նրանց կապող միակ բանը մի կնոջ անսահման սերն ու անսահման սուտն է։ Ճշմարտությունը բացահայտված էր, բայց պատերազմը նոր էր սկսվում։ Խուկ։ Երբ ընտանիքը փլուզվում էր լռության եւ մեղադրանքների մեջ, Անիի հեռախոսը զանգեց։ Անցանոթ համար էր։ Նա տատանվելով պատասխանեց. «Բարև ձեզ, ես Անին եմ»։ Գծի մյուս կողմում մի պահ լռություն տիրեց, հետո հնչեց մի տղամարդու հանգիստ, բայց վստահ ձայն. «Բարև Անի, իմ անունը Դավիթ է։ Կարծում եմ մենք պետք է խոսենք։ Ձեր տատիկը Սոֆին մահանալուց առաջ զանգել էր ինձ»։ Այդ զանգը փոխեց ամեն ինչ։ Դատարկությունը, որը լցրել էր Անիի ներսը, մի պահում փոխարինվեց կիզիչ, սառը վճռականությամբ։ Նրա տատիկը, նույնիսկ մահվան շեմին, փորձել էր ուղղել իր սխալը։ Նա ոչ միայն խոստովանել էր իր մեղքը, այլև ճանապարհ էր բացել դեպի ճշմարտության վերջին կտորը։ «Որտեղ կարող ենք հանդիպել», հարցրեց Անին, ձայնի մեջ չթողնելով ոչ մի կասկածի նշույլ։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել հաջորդ օրը քաղաքի կենտրոնում գտնվող մի անաղմուկ սրճարանում։ Երբ Անին դրեց հեռախոսը, նա զգաց իր վրա 3 զույգ աչքերի հայացքը։ Դավթի հայացքում վախ էր, Լիլիթի աղաչանք, իսկ Արմենի հարց։ «Դա իսկական Դավիթն էր», հայտարարեց Անին, նայելով ոչ թե իր հորը, այլ Արմենին։ «Տատիկս նրան ամեն ինչ պատմել է, վաղը ես հանդիպելու եմ նրա հետ»։ Այս խոսքերը հնչեցին որպես մարտահրավեր։ Դավիթը կտրուկ վեր կացավ։ «Ոչ», գոռաց նա, «դու չես հասկանում, թե ինչ ես անում, դու կործանում ես ամեն ինչ։ Այդ մարդը մեզ համար ոչ ոք է, ես եմ քո հայրը, ես եմ այս տան տերը»։ Բայց նրա խոսքերն այլևս նախկին ուժը չունեին։
Անին նայեց նրան ոչ թե որպես հոր, այլ որպես մի խորը դժբախտ, վախեցած մարդու, ով կառչել էր ստից, որովհետև ճշմարտությունը նրանից կխլեր ամեն ինչ։ Դու սխալվում ես, հանգիստ պատասխանեց Անին։ Դու այլևս ոչինչ չես վերահսկում, ճշմարտությունը դուրս է եկել եւ այն այլևս հետ չես տանի։ Հիմա մենք ընդհանրապես կարող ենք որոշել, թե ինչպես ենք ապրելու դրա հետ։ Այնուհետև նա շրջվեց դեպի Արմենը. Իսկ դու գալիս ես ինձ հետ։ Սա վճռորոշ պահ էր։ Արմենը պետք է ընտրություն կատարեր, մնալ իր ամբողջ կյանքի բանտում, թե քայլ աներ դեպի անհայտ, բայց ազատ ապագա։ Նա նայեց Դավթին, ում հետ մեծացել էր որպես եղբայր, հետո նայեց Անիին։ Այո, ասաց նա, եւ այդ մեկ բառը վերջնականապես քանդեց հին աշխարհը։ Այդ գիշեր տանը ոչ ոք չքնեց, լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Դավիթը փակվել էր իր աշխատասենյակում, Լիլիթը լուռ լալիս էր, իսկ Անին ու Արմենը նստած էին հյուրասենյակում, խոսելով ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Նրանք կազմում էին իրենց ծրագիրը, նրանք այլևս չէին պաշտպանվում, նրանք հարձակվում էին։ Հաջորդ օրը, երբ Անին ու Արմենը մտան սրճարան, նրանք անմիջապես ճանաչեցին նրան։ Իսկական Դավիթը նստած էր անկյունի սեղանի մոտ։ Նա 55 տարեկան էր, բայց ավելի երիտասարդ էր երևում։ Նրա դեմքի դիմագծերը նման էին Արմենին, բայց նրա հայացքը այն լի էր վստահությամբ եւ հանգստությամբ, մի բան, որ Արմենը երբեք չէր ունեցել։ Նա իրավաբան էր, ամուսնացած, ուներ 2 երեխա։ Նա իր ամբողջ կյանքում գիտեր, որ որդեգրված է, բայց երբեք չէր փորձել գտնել իր կենսաբանական ծնողներին։ Ես հարգում էի նրանց որոշումը, բացատրեց նա, երբ նրանք նստեցին, բայց երբ Սոֆին զանգեց, նա ինձ ամեն ինչ պատմեց։ Իմ մոր Լիանայի, իմ հոր Գևորգի եւ քո Արմենի մասին։ Նա նայեց Արմենին եւ նրանց հայացքները հանդիպեցին։ 2 եղբայրներ, որոնք պետք է միասին մեծանային, բայց ճակատագրի բերումով բաժանվել էին, վերջապես հանդիպել էին։ Նա ինձ խնդրեց մի բան անել, շարունակեց Դավիթը։ Նա ասաց, որ իրենց հին տանը, ձեղնահարկում, պապի սնդուկի մեջ կա մի փաստաթուղթ, որը կապացուցի ամեն ինչ։ Դա Լիանայի օրագիրն է։ Նա խնդրեց, որ ես օգնեմ ձեզ գտնել այն, որպեսզի Արմենը կարողանա վերականգնել իր իրական ինքնությունը եւ իրավունքները։ Խուք։ Հենց այդ պահին Աննիի հեռախոսը նորից զանգեց։ Դա նրա մայրն էր, Լիլիթը։ Նրա ձայնը խուճապի մեջ էր։ Անի, շտապ տուն արի, հայրդ, նա ձեղնահարկում է, նա փորձում է այրել ամեն ինչ։ Անին, Արմենը եւ իսկական Դավիթը մեքենայով սլանում էին դեպի հին առանձնատուն։ Յուրաքանչյուր վայրկյանը թանկ էր։ Անին պատկերացնում էր, թե ինչպես է կրակը լափում իրենց անցյալի վերջին վկայությունը, Լիանայի օրագիրը, բայց նա գիտեր, որ այրվողը միայն թուղթը չէր, այրվում էր այն մարդու վերջին հույսը, ում նա ամբողջ կյանքում հայր էր կոչել։ Նրա հայրը, կեղծ Դավիթը, փորձում էր ոչնչացնել ոչ թե ապացույցը, այլ իր ցավը, իր անցյալի բացակայությունը։ Երբ նրանք ներս խուժեցին տուն, ներքևում նրանց դիմավորեց հիստերիայի մեջ գտնվող Լիլիթը։ Նա իրեն փակել է այնտեղ, հեքեքում էր նա, չի թողնում, որ ոչ ոք մոտենա։ Նրանք վազեցին դեպի ձեղնահարկի աստիճանները։ Դուռը փակ էր ներսից, իսկ ճեղքերից դուրս էր գալիս խեղդող ծուխ։ Հայրիկ, բաց արա, գոռաց Անի, բլրդելով դուռը։ Խնդրում եմ, մի արա այդ հիմարությունը։ Ներսից լսվեց խուլ կոտրված ձայն։ Հեռացեք, այստեղ այլևս ոչինչ չկա ձեզ համար, ամեն ինչ վերջացած է։ Իսկական Դավիթն ու Արմենը միասին հրեցին դուռը։ Մի քանի հզոր հարվածից հետո հին փայտը տեղի տվեց, եւ նրանք ներս ընկան։ Տեսարանը սարսափելի էր։ Ձեղնահարկի կենտրոնում, հին սնդուկի մոտ, կանգնած էր Անիի հայրը։ Նրա ձեռքին այրվող մի փոքրիկ տետր էր, Լիանայի օրագիրը։ Նրա շուրջը թղթերի կույտեր էին այրվում։ Նրա դեմքին ոչ թե զայրույթ էր, այլ խորը անսահման հուսահատություն։ Նա նայեց ներս մտած 3 մարդկանց։ Նրա հայացքը կանգ առավ իսկական Դավթի վրա։ Դու խլեցիր իմ կյանքը, շշնջաց նա։ Դու ապրեցիր այն կյանքով, որը պետք է իմը լիներ։ Ոչ ոք ոչինչ քեզանից չի խլել, հանգիստ, բայց ամուր պատասխանեց իսկական Դավիթը։ Մենք երկուսս էլ զոհեր ենք, բայց դեռ ուշ չէ ամեն ինչ ուղղելու համար։ Տուր ինձ այդ օրագիրը։ Ոչ, գոռաց Անիի հայրը, եւ այրվող տետրը բարձրացրեց դեպի բաց սնդուկը, որտեղ դրված էին հին դեղնած փաստաթղթեր։ Եթե ես անցյալ չունեմ, ուրեմն ոչ ոք չի ունենա։ Այդ պահին Արմենը քայլ արեց առաջ։ Նա, ով իր ամբողջ կյանքում ստվերում էր եղել, ով միշտ լուռ էր ու անվճռական, հանկարծ գտավ իր ձայնը։ Բավական է, ասաց նա, եւ նրա ձայնի մեջ այնպիսի ուժ կար, որ բոլորը սառեցին։ Դու իմ եղբայրն ես։ Ինձ համար միևնույն է, թե ում արյունն է հոսում քո երակներում։ Դու այն մարդն ես, ում հետ ես մեծացել եմ, ում հետ կռվել եմ, ծիծաղել։ Այդ թուղթը չի կարող փոխել դա, բայց եթե դու այրես այն, դու կայրես ոչ թե անցյալը, այլ մեր ապագան։ Անիի հոր ձեռքը դողաց։ Նա նայեց Արմենին, հետո Անիին։
Նրա աչքերում մի պահ պայքար էր գնում, ատելության եւ սիրո միջև, ցավի եւ ներման միջև։ Հետո դանդաղ նրա ձեռքն իջավ։ Նա այրվող օրագիրը գցեց հատակին, եւ իսկական Դավիթը արագ հանգցրեց այն։ Կրակը մարեց, բայց նրա թողած ծուխը դեռ երկար մնաց օդում, որպես անցյալի ուրվական։ Այդ օրը հին առանձնատան ձեղնահարկում ոչ թե մի ընտանիք կործանվեց, այլ երկուսը վերածնվեցին։ Ճշմարտությունը, որքան էլ դառը լիներ, բոլորին ազատեց։ Անիի հայրը, ում անունը, ինչպես պարզվեց օրագրից, Հայկ էր, կորցրեց իր կեղծ ինքնությունը, բայց գտավ իսկական եղբայր Արմենի իդեմս, ով ընտրեց սերը, ոչ թե արյունը։ Արմենը վերջապես հասկացավ իր տեղն աշխարհում եւ գտավ իր իսկական եղբորը Դավթին։ Իսկ Անին, նա հասկացավ, որ ընտանիքը ոչ թե արյունն է, այլ այն կապերը, որոնք մենք ստեղծում ենք, այն ընտրությունները, որոնք մենք կատարում ենք ամեն օր։ Նա ներեց իր տատիկին, ով սխալվել էր սիրուց դրդված, եւ ներեց իր հորը, ով սխալվել էր վախից դրդված։ Նա ընտրեց ներումը, որովհետև միայն դա կարող էր բուժել տասնամյակների վերքերը։ Մի քանի ամիս անց հին առանձնատունը վաճառված չէր, այն դարձել էր հանդիպման վայր։ Մի մեծ սեղանի շուրջ հավաքվել էին բոլորը՝ Անին, նրա ծնողները, Հայկն ու Լիլիթը, Արմենը իր կնոջ հետ եւ Դավիթն իր ընտանիքի հետ։ Նրանք այլևս երկու օտար ընտանիքներ չէին, նրանք մեկ մեծ, բարդ, բայց իսկական ընտանիք էին։ Ճանապարհը դեպի այս օրը հեշտ չէր եղել։ Եղել էին արցունքներ, մեղադրանքներ, կասկածներ։ Բայց նրանք կարողացել էին հաղթահարել դա, որովհետև հասկացել էին մեկ պարզ ճշմարտություն. թաքնված գաղտնիքները թունավորում են, իսկ բացահայտված ճշմարտությունը, որքան էլ ցավոտ, ազատագրում է։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ անցյալից փախչել հնարավոր չէ, բայց մենք կարող ենք ընդունել այն, սովորել դրա դասերը եւ կառուցել ավելի լավ ապագա։ Իսկ ինչ եք կարծում դուք։ Արդյոք Սոֆի տատիկը ճիշտ վարվեց, փորձելով թաքցնել ճշմարտությունը։ Եվ արդյոք դուք կկարողանայիք ներել ձեր հարազատներին նման ստի համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, եկեք քննարկենք միասին։ Շնորհակալություն, որ մեզ հետ